Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմենիան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Մունք ընկ մեր սարերը դոկումենտալ կոմիքս Արցախահայերի սարսափելի ճակատագրի մասին։ Մունք ծրվալ ընկ աշխարհում, բայց անհետացալ չընկ։ Մունք կանք միահամուր ընկ քանի կան Արցախցի, կա նաև Արցախին հարցը։ Մունք հո չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջևա։ Պիտի աշխարհի նշած տանք, որ մեր մշակույթը թողանք Արցախում։ Մեր ամեն օր ոչնչացման թշնամու կողմից։ Արցախը տատիկ պապիկ Հուշարձանի հեղինակի Խոխան դիմալադատարան կամ համաձայնեցնելա պիտի ինի քանդակի պատկերի օգտագործումը կամ չպիտի օգտագործին։ Բուրդուր մոռացված հայկական ժառանգություն։ Մեծ Բրիտանիայի դերը հայկական վերածնության անկման գործում Աշոթարությունյան հրանդին ճշմարտություն վեր լռեցվում չի։ Ինչպես սարքել քաղցր սուջուղ։ Մունք ընկ մեր սարերը կոմիքս դոկումենտը ֆրանսիացի լրագրողի հայացքավը ներկայացնում է Արցախահայության պատմությունը, էրկան հակամարտությունն է 2023-ի էթնիկ զտումն է։ Նկարազարդումներով ու փաստագրական պատմությունը փոխանցում է ժողովրդի ցավը, դիմադրությունը, անխզելի կապը իրան վղի ու մշակութային ժառանգությանն հետ։ Արցախ արվեստագետներն ու ձեռներեցները Երևանը մասնակցում մունք կանք ցուցահանդեսին շարունակելով ստեղծագործել ու գործանել բռնի տեղահանությունն ետը։ Չնայած կորուստներին իրանք ապագան տեսնում են Հայաստանում պահպանել է միասնականություն ու թողել է բաց Արցախը ետրնալի հնարավորությունը համապատասխան պայմանների դեպքում։ Երևանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրումը սոր ընդհանման մունք կանք խորագրավ մշակութային միջոցառումը վեր կազմակերպան Արցախի մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ մունք տեխնո դպրոցը։ Միջոցառման վաղտպեցվալա ցուցահանդես ներկայացնել է Արցախյան ընկերությունների արտադրանք, ձեռքի աշխատանքներ մշակութային կոլեկտիվների ստեղծագործությունն է։ Երեկոյան ինյականը մեծ կոնցերտ վերի մասնակցելուն Արցախյան համույթներն ու երգիչ-երգչուհիները հրավիրված նաև հյուրեր Հայաստանա։ Արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը նշելով էր միջոցառման նպատակն արցախամշակույթն բարբառը պահպանելու սերունդներին փոխանցել։ Մունք պիտի աշխարհի նշած տանք մեր մունք կանք ու շարունակել մունք մեր պայքարը մեր մշակույթավոր կրթությունով Արցախահայկականը ու մունք պիտի ետ դառնանք մեր երկիրը։ Արցախը հայտնի տատիկ պապիկ մունք ընկ մեր սարերը Հուշարձանի հեղինակ Սերգեյ Բաղդասարյանին տղան Աշոտ Բաղդասարյանը դիմալա Երևանա քաղաքացիական դատարան պես հրցնելով հեղինական իրավունքի խախտման հարցը վարույթահարուցվալ երկու ուղղությունով հեղինական իրավունքի խախտման ու ժառանգության վիճարկման մասին փաստաբան Անի Դավթյանը սելավը վեճը սուրճ արտադրող կաֆա ընկերության հետ ընկերությունը առանց թույլտվության օգտագործել քանդակին պատկերը իրան տատիկ ու պապիկ արտադրանքի փաթեթավորման իրան, բայց պատկերը աղավաղված է մենակ տատիկի կամ պապիկի պատկերով։ Դավթյանը ընդգծալա իրանց պահանջը ֆինանսական չի։ Իրանք պարզապես ուզում են վեր քանդակը օգտագործվեջ ու փոփոխված ձևով ցուցադրվեջ։ Ընկերության անգնու վիճարկումը նաև քանդակագործի նույնությունը նշելավեր նա կեղծանունավա հանդես եկա։ Հունց նաև փորձանու վիճարկե ժառանգության իրավունքը։ Բուրդուրահայերին պատմությունը խրեգյա հայտնի, բայց հարուստ էջա հայկական անցյալում։ Ձևավորված լինելով 17-րդ դարում համայնքը ունեցավ յուրահատուկ լեզու, մշակույթ ու տնտեսապես ակտիվ կյանք, բայց 1915-ին ցեղասպանությունով համարյա թե սաղ վերացավ։ Սոր բուրդուրահայերին հիշելը իրանց պատմությունաժառանգությունը մոռացությունից փրկելու միակ ճանապարհն է։ 1918-1920 թվականներին հայկական անկախության վերածնունդը ուղեկցվալա հաջողություններով, բայց շուտով խափանվալա մեծ տերությունների շահերի բախումով։ Մեծ Բրիտանիայի բոլշևիկների քաղաքականությունը նպաստала հայկական պետականության թուլացմանը, ինչին դերդան Հայաստանը դառնալա տարածաշրջանային քաղաքական խաղերի զոհ։ Հրանտ Ձինքին սպանության 19-րդ տարելիցին Կոստանդնուպոլից Հրանտ Ձինքի հիշատակին կենտրոնում ճշմարտության զրույցներ շարքից 6-րդ սեմինարն է ելել Հրանտ Ձինքի ուղին ու մեթոդը իրան գործերի պրիզմայով խորագրավ։ Սեմինարը անցկացրալ գիրող ու լրագրող Կարին Կարաքաշլին վերը տարիներ շարունակ գործ արալ Ձինքին հետ ագոստ թերթումը։ Կարաքաշլին հիշելով իրան գործի տարիներն Հրանտ Ձինքին հետ ընդգծալա իրան պատմելի յուրահատուկ ոճը համբերատար, համառ ու հավատալցված, կամ ի վիճակ վեր պատմումս հվտալա վերես դույնը քեզ հասկանալուն, եթե նորից բացատրիս։ Սեմինարի վաղտը մասնակիցներն քննարկան Ձինքին տարբեր տարիներին կիրված հոդվածներն, փորձելով հասկանալ իր մտածողության ձևը, գիտությունների դիմադրող բնույթը ու այն ճշմարտությունները վերսորել շարունակում են անհարմար ու վտանգավոր մնալը։ Կարաքաշլին նսելավը Ձինքին տեքստերը սպառվում չն արագ կարդելով, այլ ժամանակի ընթացքում պեցվում են, ստիպելով ընթերցողին վերանայել իրան դիրքորոշումները։
Շարոց կամ քաղցր սուջուղ, ճուղբուրի միջուկավ, ալերավ դնդողանման թանձր զանգվածավ կալվեց, թիլավը տվար չուրցրար ճուղբուրավ, համեմունքներավ փափուկ ու քաղցր հայկական աղանդեր։ Ավանդական շարոց անվանումը ավելի ու ավելի խրեգ է հանդիպում Հայաստանում ավելի ու ավելի հաճախ անվանում են քաղցր սուջուղ։ Շարոցը հայկական նոր տարվա սեղանի պարտադիր մաս է։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա հետ ես քանակ պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։